մի սպանիր պատվիրանը կյանքի իրավունքի պաշտպանության մի տեսակ հոգևոր սահմանադրական նորմ է, որով պաշտպանվում է կյանքը որպես համընդհանուր արժեք, քանի որ պաշտպանության տակ է հայտնվում այն ինչ որ պատկանում է Աստծուն։ Երբեմն այս ձևակերպումը ըմբոստության տեղ է տալիս, երբ ասվում է, որ քրիստոնեական ընկալման մեջ կյանքը չի պատկանում որևիցե մեկին, քանի որ ակնաղբյուրը Աստված ինքն է։ Հետևապես ոչ սեփական կյանքը, ոչ ուրիշների կյանքը եւ ոտնձգություն անել ուրիշների կյանքի հանդեպ մի սպանիր պատվիրանի կոպտագույն խախտում է, բայց նաև կոպտագույն խախտում է այդ նույն պատվիրանի սեփական անձի դեմ ոտնձգությունը, որովհետև խոշոր հաշվով կյանքը ընդհանուր պատկանում է Աստծուն։ Մարդկային կյանքը նաև բնական կարգի հիմնարար բարիք է եւ կողմնորոշված է դեպի Աստված, որպես վերջնանպատակ։ Եվ ոտնձգություն կատարել կյանքի դեմ որևիցե մեկի նշանակում է ընդհատել այդ կողմնորոշումը։ Հիմա դառնանք անձնասպանությանը։ Հիսուս իր հետևորդներին զգուշացնում է։ Բոլոր տեսակի մեղք եւ հայոյանք կներվի մարդուն։ Բացի Սուրբ Հոգու դեմ ուղղված մեղքից եւ հայոյանքից։ Շարունակության մեջ նույնիսկ ասում է, որ մարդու որդու դեմ հայոյանքը կներվի, բայց Սուրբ Հոգու դեմ հայոյանքը աններելի է։ Մարդու որդի ասելով Հիսուս նկատի ուներ ինքի իրեն։ Մեկնություններից մեկը այն է, որ Սուրբ Հոգին մեր դարձի դեպի Աստված վերադարձի ապաշխարության հիմնարար գործոնն է մեր կյանքում, ներշնչող ուժն է, շնորհատու զորությունն է։ Հետևապես որևիցե մեղք ներելի է, այսինքն չկա որևիցե մեղք, որը չի ներվում, բացի մեղքի մեջ մնալու մեղքից, որովհետև չես բացվում Սուրբ Հոգու առջև, որ վերափոխում ունենաս։ Բայց սա դիտարկենք այլ կտրվածքով, կյանքի եւ մահվան ընտրության, այս երկընտրանքի կտրվածքով։ Հիսուս ասում է հոգին է կենթանարար, այսինքն կյանք տվող, կենթանություն տվող։ Եվ սա արծարծումն է հին կտակարանի գաղափարի։ Երբ մենք արարչագործության պատմությունը դիտարկում ենք, տեսնում ենք, որ Սուրբ Երրորդության 3 անձերից հոգին է արարչագործության ժամանակ կյանք պարգևում։ Հոգի տյառն շրջեր ի վերա ջուրց։ Տիրոջ հոգին շրջում էր քաոսի վրա, գործելով, քաոսը վերածելով կարգավորված աշխարհի, որը դառնում է նաև կյանքի կենսապայման։ Քաոսի մեջ կյանք չի կարող լինել։ Կարգավորված աշխարհում կյանքը ապահովվում է։ Բացի դրանից, մարդու արարման դրվագում շատ այսպես նյութականացրած պատկերավոր կերպով նկարագրվում է, թե ինչպես է Աստված հողից կաղապարում մարդուն, հողեղեն արարած, որ ասում ենք, այս կտրվածքը նկատի ունենք, եւ նրա երեսին փչում իր հոգին, եւ մարդը դառնում է կենդանի արարած։ Հոբը իր գրքում ասում է, որ Աստծո հոգին է ինձ կյանք տվել, ամենակարողի շունչը։ Հետևապես Աստծո հոգին
Սուրբ Երրորդության այն անձն է, որը մեզ կյանք պարգևողն է։ Հիմա հայոյել կամ մեղք գործել Սուրբ Հոգու դեմ նշանակում է մահվան ընտրություն կատարել։ Բայց հիմա այս գաղափարը նաև գործում է հակառակ ուղղվածությամբ։ Մահվան ընտրություն կատարելը ինքնասպանությամբ նշանակում է հայոյել Սուրբ Հոգու դեմ, Աստծո դեմ եւ ընկնել աններելի մեղսագործության մեջ։ Այդպիսի ցայտուն օրինակ ունենք Սուրբ գրքում իդեմս Հուդայի։ Հուդան կրկնակի ինքնասպանություն գործեց, որովհետև մահվան կրկնակի ընտրություն կատարեց։ Նախ ժխտելով Աստծուն մատնության ճանապարհով եւ մյուսը իր կյանքի ժխտման ճանապարհով դուրս եկավ ըմբոստացավ Աստծո դեմ։ Եվ ինքնասպանությունը այս դեպքում վավերացումն էր, կարելի ասել, իր առաջին գործած ըմբոստության, ասել է թե Սուրբ Հոգու դեմ հայոյանքի, ասել է թե մահվան ընտրության։ Հուդայի զղջումը կյանք վերադառնալու առիթ եւ պատճառ կարող էր լինել, եթե իր կյանքը դներ զոհասեղանին շտկելու իր մատնության հետևանքները, ինչը արեց Պետրոսը ուրացման պարագայում։ Սուրբ Գիրքը շատ քիչ է անդրադարձել անձնասպանության դեպքերի։ Ցցուն կերպար ունենք 5 կտակարանում իդեմս Իսրայելի առաջին թագավոր Սավուղի, նոր կտակարանում իդեմս Հուդայի։ Եվ այս սակավ անդրադարձը մեզ մղում է մտածելու, որ Սուրբ Գիրքը նույնիսկ չի ուզում պատկերացնել մարդու այդ հեռանկարը։ Իհարկե, անձնասպանության պարագային դատավորը մենք չենք, որպեսզի հռչակենք այդ մարդու վերջնական ճակատագիրը հավիտենական տանջանքի կամ դժոխքի, ինչպես շատ հաճախ մենք անում ենք։ Պարզապես, երբ ինքնասպան մարդիկ չեն արժանանում եկեղեցական կարգի ծեսի եւ ժամանակին նաեւ համայնքը մերժում էր նրանց ուղարկավորել ընդհանուր քերեզմանատներում, սա պատգամ էր, ուղերձ էր ուղված ապրող հասարակությանը։ Ոչ թե այդ մարդու ժխտման խնդիրներ, այլ մարդու արարքի, որպեսզի ապրող հասարակությունը հեռու մնա նման գործելակերպից եւ կատարի կյանքի ընտրություն։ Այստեղ իհարկե շատ հոգեբանական նուրբ կետ կա։ Սովորաբար ասում են ինքնասպան մարդիկ կամ ինքնասպանության գնացող մարդիկ, դրանք ուժեղ մարդիկ են։ Առաջին հայացքից այդպես է թվում։ Հոգեբանության մեջ ուսումնասիրություններ կան, որ մարդը միանգամից չի գնում նման ոճրագործության, նման մեղքի սեփական անձի դեմ։ Հավասարակշռված մարդու համար շատ դժվար է սեփական կյանքի դեմ ձեռք բարձրացնելը, հավասարակշռված։ Բայց երբ միտքը սողոսկում է մարդու ներաշխար, միտք, հոգի, սիրտ, զգացմունքներ, սկսում է թուլացնել մարդու հոգևոր իմունային համակարգը։ Եվ որդի պես սողոսկում, խորանում է այնքան, ինչը մարդը այլևս կորցնում է իր դիմադրողականությունը հոգևոր, հասնում է այնպիսի մի
կամազրկության մակարդակի, որից ինքնասպանություն գործելը ավելի հեշտ է, քան կյանքի ընտրություն կատարելը, այդ թվում տառապանքի գնով։ Եվ այս դեպքում մարդը իր փրկությունը տեսնում է մահվան մեջ ոչ թե կյանքը ապրելու, թեկուզ տառապանքի միջով անցնելով։ Հետևաբար այստեղ ուժեղության խնդիր չէ։ Եկեղեցու քրիստոնեական բարոյագիտության ուղերձը դասը այն է, որ պետք է զգուշ լինել այդ հավասարակշռությունից մինչև ծայրահեղ անհավասարակշռություն այս հատվածում, այս հանգրվանում։ Խնդիրները, տառապանքների ծանրությունը հնարավորինս ավելի չծանրացնելու և հոգևոր սնունդի միջոցով թեթևացնելու, խաղաղություն ձեռք բերելու, տառապանքի հանդեպ դիմադրողականությունը ավելացնելու և ոչ թե անձնատուր լինելու։ Ինչ վերաբերում է ինքնազոհողությանը, սա էլ է մահվան ընտրություն, որի բարձրագույն օրինակը տվել է մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Ասում է, ես իմ կյանքն եմ տալիս, որպեսզի հետո ետ ստանամ, բայց կյանքը տալիս եմ ինչի համար։ Հանուն մարդկության փրկության, ուրիշի համար, որով նաև բնութագրվում է, տրվում է սիրո գերագույն արժեքը, բանաձևն է տալիս։ Ասում է, քաջ հովիվը, լավ հովիվը, բարի հովիվը նա է, որ իր կյանքը դնում է իր ոչխարների համար։ Հիսուս մեկ ուրիշ բանաձև ունի սիրո, ասում է, լավագույն սերը այն սերն է, որ մեկ իր կյանքը տալիս է իր բարեկամի համար։ Այսինքն դիմացինի կյանքը փրկելու, դիմացինի կյանքը բարելավելու։ Այդ տեսեք, արմատական տարբերություն կա անձնազոհության և ինքնասպանության կամ անձնասպանության։ Մենք ունենք այդպիսի կերպար Սուրբ գրքում իդեմս Պողոս առաքյալի։ Ընդհանրապես Սուրբ գրքում անունների համահնչյունության այս երևույթը կա։ Օրինակ Հակաքրիստոսի հայտնության գրքի ներ բառը գալիս է Ներոն կայսեր այդ անվան համահնչյունությունից։ Ներոն կայսրը ամենադաժան քրիստոնեությունը հալածող միապետներից է եղել իր կառավարման համակարգը և իր կյանքը վերջացրել է ինքնասպանությամբ։ Պողոս առաքյալի անունը Սավուղ էր, որը հիշեցնում էր կամ Սողոս Սավուղ թագավորի։ Սավուղ թագավորը ոչ միայն բազմիցս ըմբոստանում է Աստծո դեմ, աննազանդ գտնվելով նրա պատգամներին, այլև կատարում է ոճրագործություն, սպանել է տալիս քահանաներին, որով Աստծո ծառաներին։ Այսինքն դուրս է գալիս Աստծո դեմ, իդեմս Աստծո ծառաներին սպանությամբ։ Եվ իր կյանքը ավարտում է անձնասպանությամբ։ Պողոս առաքյալը մինչև դարձը, որ անունը Սողոս էր, Սավուղ էր, քահանայասպան Սավուղ թագավորի և քրիստոնյա հալած Ներոն կայսեր նմանողությամբ դաժան հալածանքի է ենթարկում նոր ձևավորվող քրիստոնեական եկեղեցու։ Բայց երբ դարձի է գալիս, ինքը իր մեջ սպանում է այդ Սողոսին, Սավուղին։
եւ իր կյանքը դարձյալ ավարտում է նահատակությամբ։ Այսինքն խոշոր հաշվով մահվան ընտրություն է կատարում դարձից հետո, բայց իր կյանքը դնում է հանուն քրիստոնեության, հանուն ուրիշների փրկության, հանուն ուրիշների կյանքի։ Իդեպ այս երևույթը սաղմնային վիճակում մենք տեսնում ենք առաջին մեղքի պատմության մեջ։ Այն ինչ չարեց Ադամը, առաջին մարդը, հողեղեն արարածը, արեց երկրորդ Ադամը, Քրիստոս, եւ Քրիստոսի օրինակով Պողոս առաքյալը։ Իսկ ինչ չարեց Ադամը։ Երբ դիտարկում ենք առաջին հարցաքննությունը Ադամին, թե ով քեզ ասաց դա, միթե դու կերար այդ պտղից, այս հարցը ինքնին անիմաստ է, եթե Աստված ուզում էր իմանալ, թե Ադամը ինչ է արել։ Իրականության մեջ մտքեր քննող Աստված գիտի, թե մենք ինչ ենք անում, ինչ ենք մտածում, ինչ ենք զգում։ Այս հարցը ավելի շուտ Ադամի համար էր։ Ադամը ինչ է անում ի պատասխան այս հարցաքննության։ Չի վերցնում պատասխանատվությունը իր վրա եւ մեղավոր է փնտրում։ Մեղավոր է կարգում իր կնոջը Եվային։ Եվայի միջոցով որպես վերջնական մեղավոր դիտարկում է հենց Աստծուն, որ Եվային իրեն տվել էր որպես կյանքի ընկեր, որպես օգնական։ Ուրեմն Ադամը իրականության մեջ այնինչ ասում էր, ճիշտ էր ասում։ Այո, կինն էր մատակարարել պտուղը, արգելված պտուղը ճաշակելու, այդ սահմանը խախտելուն կինն էր, այսպես ասած, մղել։ Բայց դա նաև Ադամի ցանկությունն էր։ Ինքնակ ազատ ընտրությունն էր։ Եվ փոխանակ զղջումով փրկեր նաև իր կնոջը ինքնազոհաբերմամբ, որովհետև եթե պատասխանատվությունը վերցներ իր վրա, որովհետև ինքն էր պատասխանատու, դրանով կկանխեր նաև Եվայի հարցաքննությունը եւ իր կյանքը գտներ նրա կյանքը փրկելու համար։ Դրա փոխարեն ինքը անում է մատնություն։ Մատնիչը նույնքան արգահատելի է Տիրոջ աչքին, որքան ճշմարտախոս ուրացողը, մատնողը։ Եվ ինչն է հետաքրքիր։ Ինքնազոհաբերմամբ Ադամը կփրկեր Եվային, ասել է թե կյանքը, չէ՞ որ Եվա նշանակում է կյանք։ Հիմա մենք բազմաթիվ սրբություններ, արժեքներ ունենք, որի համար ասում ենք արժե կյանք տալ։ Ասենք օրինակ հայրենիք, օրինակ ընտանիք, օրինակ երկրի օրենքներ։ Ինչու՞։ Որովհետև եւ հայրենիքը, եւ ընտանիքը, եւ երկրի օրենքները, դրանք մեր կյանքն են ապահովում։ Եվ կյանքը տալ դրանց համար նշանակում է հենց կյանքը փրկելու համար գնալ ինքնազոհաբերության։ Ասենք ինչ տարբերություն կա անձնազոհության եւ անձնասպանության միջեւ։ Այս գաղափարով էին տոգորված մեր պատմության, հատկապես քրիստոնեական ժամանակահատվածի մեծագույն նահատակները։ Եվ հենց այս գաղափարներից է ծնվել նաև այն հայտնի խոսքը Վարդանանց բովում, գաղափարախոսության բովում թրծված, որ ասում է մահ իմացյալ անմահություն է։ Ինչպես Հիսուս ինքն է ասում. ես իմ կյանքը տալիս եմ, որպեսզի այն ետ ստանամ։